Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, Արարատի եթերում բարև, ես եմ հաղորդաշարն եմ։ Այսօր ես ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ լինելու եւ վստահ եմ, որ երջանկությունը կկարողանանք փոխանցել նաեւ ձեզ, որովհետեւ առիթ ու հնարավորություն ունեմ զրուցելու տաղանդաշատ, հանճարեղ երաժշտի հետ, ով իր դրսևորումը ներկայացնում է ամբողջ աշխարհում, Հայաստանում, բայց երբևէ ինքը չի նկատում, որ այդքան հանճարեղ է եւ տաղանդաշատ։ Վահագն Հայրապետյանն է իմ հյուրը։ Միացեք մեր զրույցին։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ առավելապես շնորհակալ եմ, որ այդ ծանրաբեռնված գրաֆիկում ինձ համար էլ տեղ գտաք։ Ես էլ եմ անչափ շնորհակալ ու համ հրավերի համար, համ ընդունելության մեծ սիրով մեզ համար պատիվ է ձեր նման երաժշտի հետ հնարավորություն ունենալ շփվելու, առնչվելու եւ դարձյալ դրականը քաղելու։ Ես կուզեմ անդրադառնալ ստեղծագործական դրսևորմանը։ Փորձենք հասկանալ, որքանով եք գնահատում այսօր դրական ձեր ընտրությունը, որովհետև բազմաթիվ գործիքների հետ առնչվելու հնարավորություն եք ունեցել, շոշափելու, հասկանալու որն է ավելի ձեզ հարմար, վերջի վերջո ծնվել եք երաժիշտների ընտանիքում եւ անընդհատ լսել եք լարային ջութակ գործիքի հնչյունները, այսպես ասած, եւ եկել եզրահանգել եք դաշնամուրին, ձայնին, բնական արտաբերմանը եւ կոմպոզիցիային։ Որքանով են դրանք այն լիարժեք տիրույթները, որոնք ջազային երաժշտի մտածողության համար հարմար են ինքնադրսևորվել։ Ջութակը օրինակ այդքան հարմար չի ջազային մտածողության համար, բայց ջութակարների խումբը կամ լարայինների խումբը շատ ընդունված ու շատ տարածված ձևաչափ է ու տարբեր անգամ ես ինքս օգտագործել եմ, հենց հիմա այս պահին անում եմ մի ամերիկացի երգչու համար մի քանի ստեղծագործություն լարայինների մեծ օրկեստրի ավելի շուտ եւ ջազային քարյակի հետ համատեղ իդեպ ծրագրում կա, որ այդ հյուրերս Նյու Յորքից կարող է ժամանեն մարտ ամսվա մեջ ու կամերային նվագախմբի հետ ֆիլհարմոնիկում համերգ ունենանք, տենց ծրագրեր կան։ Ճիշտն ասած ավելի հիմա մի քիչ ավելի մասշտաբային եմ սկսել մտածել, վերջերս Հովեր երգչախմբի հետ մի շատ մեծ հետաքրքիր պրոյեկտ արեցինք, որը հուսամ որ կշարունակվի մշակույթի նախարարության աջակցությամբ նաև։ Ու ինձ համար ճիշտն ասած այդ էքսպերիմենտները շատ մեծ նշանակություն ունեն, նամանավանդ հիմա այս ժամանակաշրջանում ես ավելի շատ եմ սկսել գրել, ավելի շատ սկսել եմ ստեղծագործել, սկսել են կատարվել ստեղծագործություններ։ Մի խոսքով տենց փորձաշրջան, տենց ասել։ Հստակ, բայց շրջան է, որը նաև հնարավորություն է տալիս ընդհանուր միջավայրին զարգանալու։ Օրինակ ես մտածում եմ հիմա էթնով սիմֆոնիզմի մասին նաև, սիմֆոֆոլկ, տենց մի հատ ոճի մասին եմ մտածում, մի քանի օր առաջ մայստրո Սերգեյ Սմբատյանի հետ խոսում էինք այդ ձևաչափի մասին, ինքը շատ հետաքրքիր բան կարող է լինել, համ երաժշտականորեն, համ համերգի տեսքով, որովհետև կարելի է ֆոլք երաժշտություն էլ բարձրացնել այդ սիմֆոնիկ հնչողության մեջ մտցնել։ Մեր կոմպոզիտորները շատերը արել են, արդեն վաղուց են արել, հիմա ես նոր բան չեմ հորինելու, նույն Տերտերյանն անդրադարձել այդ ամեն ինչին, Խաչատրյանն անդրադարձել, այսօրվա մեր հրաշալի կոմպոզիտորներից Ստեփան Ռոստոմյանն անդրադարձել, իդեպ իր երաժշտությունը շատ մեծ ազդեցություն գործեց համ իմ վրա, համ իմ ստեղծագործական հունի այս հիմիկվա, վերջերս հաճախ ենք միասին առնչվում երաժշտականորեն ու մեծ կոմպոզիտոր ունենք, տեղյակ չենք ցավոք սրտի ու չենք կատարում այդ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Ինձ թվում է շատ հարցերում այդ բաց թողումները ունենք, չենք կատարում, չենք անդրադառնում, մենք մեր պիտի կարողանանք ճիշտ ներկայացնել։ Հիմա իտալական երաժշտություն չես կարա ներկայացնես անընդհատ։
կարող է շատ հետաքրքիր լինի իտալացու համար, թե հայերը ինչպես են կատարում իտալական երաժշտություն, բայց ավելի հետաքրքիր կլինի, որ ունենալով մերը մենք կարողանանք մեզ ինքներս մեզ ճանաչել, համել մեր ճանաչածը մեր մեկնաբանությամբ ներկայացնենք աշխարհին։ Դրանով մենք իհարկե կարողանանք ներկայանալ աշխարհին միանշանակ։ Նույն այս պրոյեկտը Հովեր երգչախմբի հետ միանշանակ աշխարհին ներկայանալու պրոյեկտ է ու վստահ եմ, որ այդ երգերը, որոնք մենք ընտրել ենք Սոնայի հետ Հովհաննիսյան, իրանք մեզ էլ ծանոթ չէին։ Երաժիշտը ինքն իրեն կրթելու հնարավորություն է ստանում նաև։ Միշտ։ Ես միշտ ասել եմ, իմ դասարանի ամենաշատ սովորող աշակերտը ես եմ։ Այն դասարանի, որտեղ դաս եմ տալիս, Մենք հիմա իհարկե եւ պրոյեկտներին կանդրադառնանք ավելի մանրազնին եւ դասարանին, բայց ես ուզում եմ հասկանալ ջազային արվեստի զարգացման համար ունենք արդյոք գործիքային մտածողություն, այսինքն բոլոր գործիքներն են, որոնք համապատասխան դպրոցն ունեն, որը կծառայի ջազային արվեստի զարգացմանը։ Ճիշտն ասած, ունենք մասնագետներ, այնց մի հատ սաքսոֆոնի մասնագետ, մի հատ հարվածային գործիքների, մի հատ երևի շեփորի, ես ճիշտն ասած այդ դպրոցը չեմ տեսնում ստեղ, որ մենք ունենք, բայց կարելի է ստեղծել, ոչ թե կարելի է, պետք է։ Մենք ունենք ջազային ֆակուլտետ, հա, կոնսերվատորիայում ունենք ինչ-որ ջազային ստուդիա, բայց հետո այդ մի քանի ամիս անցնում է այդ ջազայինին էստրադային բառն է կպնում, ու դառնում է սկզբից դառնում է ջազային էստրադային, հետո դառնում է էստրադնա ջազովի, հա, այդպես են ասում, էստրադնա, հետո այդ ջազովի բառը դուրս է գալիս, կամ բառը կարող է մնա նույնիսկ դուրս էլ չգա, բայց իմաստը դառնում է էլի այդպես բաներով, ինչ են ասում, մինուսներով, փլեյբեքներով երգող երգչուհիները հիմնականում, նույն երգերը ու նույն ձևի։ Այո։ Այդ մի քիչ ցավալի է, որտեղ այտենց չենք կարող մենք այդ ասպարեզում ոչ մի տեղ շարժվենք, էլի։ Իսկ եթե չլիներ Նյու Յորքյան դպրոցը, եթե չլիներ այն միջավայրը, որտեղ հայտնվեցիք, եթե չլիներ այդ մոգական աշխարհը։ Ինչ երկար ժամանակ չկար այդ Նյու Յորքյան ոչ դպրոցը, ոչ այդ շրջապատը, իմ մոտ այդ ամեն ինչը սկսվել է 95 թվից, 96 թվից։ Այդ կապերը, այդ մարդիկ, ում հետ որ ես բարբերաբար նվագում եմ, որտեղ որ ես գնում եմ ուսուցանում եմ մինչև հիմա, նույնիսկ եթե չեմ գնում էլի մեկա ինչ-որ բաներ եմ քաղում, այդ ամեն ինչը չկար, բայց ես էլի իմ անելիքը անում էի։ Ուղղակի կարող է ինչ-որ բան բաց էի թողել, այդտեղ լրացվեց, կամ ինչ-որ բան չէի տեսել, չէի նկատել, կամ ուշադիր չեմ եղել, այդ մասերում, այդ տարածքում լրացվում է այդ ամեն ինչը, մի հատ գնում ես Նյու Յորքում, մի հատ մտնում ես Jam Session-ի, լիքը բան ես հասկանում, որտեղ կարող է քեզ նույնիսկ ասեն մի նվագի, որտեղ որակապես չես համապատասխանում։ Այդ էլ կա։ Այնքան է տենց եղել, բայց այդ չի շարժվում, դու տենց գլուխդ կախես ու քեզ թվա որ դու չգիտեմ ով ես ու ինչ որ այդ քո քաղաքում ես, բայց մի հատ էլ գնա ընկի իր այդ որջը ու որ մի երկու հատ ցած վախենալու սևամորդ գան կողքդ կանգնեն, այսպես քթները մցնեն, տեսնեն ինչ ես նվագում, այդ ժամանակ վախից կարող է ինքդ թողես, փախտես։ Հետաքրքիր է, իսկ այդ jam session-ների համար, առհասարակ իմպրովիզացիոն արվեստի համար, շատերի համար, հատկապես երիտասարդների մեջ նկատում եմ, որ կարող են 2-3 ստեղծագործություն սովորել եւ հետո մի փոքր շեղումներ անել, որոնց վրա նույնիսկ չեն էլ աշխատել, համարել, որ դա ջազային։ Իրեք ինչ այդ ռեպերտուարը պետք է իմանաս։ Եթե դու քեզ ջազային երաժիշտ ես համարում, շատ մեծ ռեպերտուար պետք է ունենաս, որովհետեւ ենթադրենք, հա, դաշնակահարն է ու շատ հայտնի երգչուհի է այդ պահին քեզ զանգ տալիս, ասում իմ հետ տենց բան եղել է, քեզ դե համար եմ ասում, ես Նոր Օրլեանում նվագել եմ ուրեմն երգչուհիների փառատոն, իմ վրա տենց շուռ եկավ, որ այդ ընկերս, որը որ ինքը պիտի նվագակցեր, ասեց ես տուրնեի եմ գնում, ուզում եմ դու նվագես։ Ու 12 երգչուհի, ամեն մեկը մի 5-6 երգ տարբեր Նոր Օրլեան, հա, ծոցաներ էլի, սենց սայ։ Այ քեզ քնություն։ Ինչ որ, հա, բայց լուրջ երգչուհիներ ու հետո որ հիմա նայում եմ ով ում հետ եմ նվագել, ես էլ եմ զարմանում, էլի, բայց իրանք այնքան անմիջական մարդիկ էին ու այդ իրոք շատ մեծ քնություն էր ինձ համար, ես այն ժամանակ
6 թիվն էր էլի, այսքան բանի տեղյակ չէի։ Ու ամեն մեկը 5-6 երգ տենց զանգ տալով, այն ժամանակ տենց ինտերնետ էր, բաներ չկար, էլի։ Հեռախոսով ինձ զանգ էին տալիս, այս ինչ նա, այս երգերը, այս ինչ տոնայնության մեջ, ասում եմ, օքեյ։ Ու տենց դրում եմ, հետո մյուս տեր զանգ տալիս, այս ինչ, նա այս երգերը, այս տոնայն, ամեն մեկը իրաց տոներ կարող։ Հետո իրանց մեկնաբանությունները բացի դա։ Հա, էլի, հա, ու փորձ համել, այս ինչ օրը փորձ, բայց տենց չենք սպասելու, իրանք ոչ են նստելու սպասեն, դու պիտի իրանք սովորես, թե գիտես, թե չէ։ Ու ես լիքը շատ անգամ գլուխսել եմ պատին խփել այդ օրերին, գիշերներն էլ չեմ քնել, նստել սովորել եմ այդ ամեն ինչը։ Ես իմ որտեղից գնում էի գրադարանից նոտաներ էի հայթայթում, այն ժամանակ տենց բաներ չկար հեռախոսով նայես, ու էլի չկա, ինձ համար տենց բան չկա, հեռախոսով երաժշտություն նվագել չկա։ Հիմա մարդիկ կան բերում են նույն արտասանույն ամերիկաներում էլ լիքը տենց մարդիկ կան բերում են iPhone-ները դնում են ու սկսում են ջազ նվագել։ Ես դրոպին ասում եմ, բա որ հանգարց կինը զանգ տա ինչ ես անելու, դադարելու ես նվագելը։ Երևի կդադարեն։ Դե լավ չէ, որ երաժիշտը դա iPod-ով է դառնում երաժիշտ, էլ հենց iPod-ը հանում ես առաջից կդադարում է երաժիշտ լինելու։ Տենց շատ կան, շատերը կան, հիմա նամանավանդ այդ բոլոր տեխնոլոգիաները կան ու տենց մի հատ համերգ, շատ մեծ համերգ, բան եղավ, ինչ են ասում, Ձախողվեց։ Հաջան չէ, պրավալ ինքնած, համերգի ժամանակ լույսերը գնացին։ Ու այդ երաժիշտները էլ չկարողացան մնացին առանց ոչ մի բանի։ Հետաքրքիր է, իսկ քանի որ էստրադային ժանրում դա ակներև է, որ այդ տեխնիկական զարգացումները ի վնաս են աշխատում, նշեցիք նաև, որ ջազային ոլորտում նույնպես միտում կատարած է։ Իսկ նոտագրություն հասկացություն կա, այսինքն ջազային երաժիշտը այնքան է արդեն տրվել այս համընդհանուր հոսքի զարգացմանը, որ սեփական ստեղծագործությունը նոտագրելու հնարքներին չի տիրապետում, թե դա նոտագրելու լիքը ձևեր կան ու շատ հեշտ։ Ես օրինակ մի հատ հիմա շատ լավ սարք եմ ձեռք բերել, որ ձեռքով ես գրում ու ինքը տպում է։ Դու ձեռքով գրում ես, սովորական ոնց ես թղթի վրա գրում։ Ինքը կարդում իդենտիֆիկացնում եւ տպած։ Դու գրում ես, դա էլ իմ վրա ազդեց իմ ինչ են ասում էմոցիաների։ Չէ, մենակ էմոցիաների չէ, իմ ստեղծագործական process-ի վրա շատ ազդեց, որտեղ ես առաջ թղթով էի գրում, մինչև այս վերջերս ես երբեք չեմ կարողացել կոմպյուտերով տենց ծրագրերով նոտա գրեմ, էլի։ Իմ համար թուղթ, ռետին, մատիտ է դա եղել նոտա գրելու հին մարդ։ Ամենաարդար տարբերակները։ Բայց ճիշտ է դա, էլի, այդ թուղթը մատիտ ու ռետինի այդ զգացողությունը պիտի ձեռդ պիտի գրի, էլի։ Կոբանով չի, մկնիկով չես գրեմ։ Հա կարաս, հա շատ են անում տենց։ Մկնիկով գրելուց ինձ թվում է երաժշտությունը բայց երաժշտությունն էլ է մկնիկով դառնում, էլի։ Բանով ես քառակուսի բան է դառնում։ Կենթանությունը կորում է։ Հա, ինձ թվում է, հա, չգիտեմ, որոշ դեպքերում կարող է եւ տեխնիկայի զարգացումը դեպի լավն է ազդել, բայց ինձ թվում է այդքան չէ։ Տեղեր կան, որ պետք է չգիտեն։ Շատ կարևոր մասեր կան, նույն հիմա երեխաների մոդել։ Չէ, այդքան ինֆորմացիա կա, բայց այդ երեխան ոչ մի բանի վրա չի կենտրոնանում։ Որ մի բանը մինչև վերջ սովորի, մինչև վերջ հասկանա։ Նույն մաթեմատիկան դնում են հեռախոսով հաշվում են, այլ ուղեղը չի հաշվում։ Անգամ տես դեպք եղավ, երեք հատ նույն բանից էի առնելու, ամեն մեկը $15 արժեր, էլի, ասացի ու Բեյրութում, ասացի ինչ պիտի վճարեմ, սենց նայեց կալկուլյատորը, սենց այս 15 գումարած 15, գումարած 15, ասաց $45, ասաց չի կարող պատահել։ Նորից հաշվեք։ Նորից հաշվեց, հա, մի 3 անգամ հաշվեց, հա։ Դες ինքը այդ մարդու էլ ուղեղը չի մտածում, էլի։ Հումոր էլ չուներ, փաստորեն։ Դե չէ, արդեն այնքան են սենց բաների մեջ մտել։ Ցավալի է։ Չէ, այդ մի կողմից լավ է, մի կողմից արդեն ինքդ պիտի բալանսի բերես, ինքդ պիտի աշխատես դրա վրա։ Հա շատ լավ է, որ iPhone-ում բոլոր ջազային ստանդարտները կան, ոչ բոլոր, բայց մի մասը կա։ Բայց ավելի լավ չի, որ այդ քո մեջ լինի այդ ամեն ինչը։ Ոչ թե հեռախոսով։ Քեզ ոչ մեկ պատկերացնում, ինչքան դա գեղա, չէ՞, օրինակ դահլիճից նայում ես, մարդը հեռախոս է հանում, սկսում է հեռախոսով ինչ-որ նվագել։ Այդ համել երբ որ նայում ես, այդ նշանակումը չգիտես դու, եթե դու նայում ես, չես սովորել։ Նշանակերք է, որովհետև անգիրդ չես սովորել։ Ուսումնասիրելու ընթացքում անկախ քեզնից անգիր ես անում։ Այդ նույն 12 երգչուհին իմացած կարող է ինչ-որ
երկեր, բայց լրիվ ուրիշ տոնայնությունների մեջ էին երգում, իրանց տենց է հարմար։ Դե ժամանակ դու պիտի երգ չուն հարմարվես, ոչ թե երգ չուն քեզ, որտեղ իրանը ձայն է։ Որ այնքան լավ պիտի իմանաս, որ այդ նույն տոնայնության երգը ցանկացած պահի, ցանկացած տոնայնության մեջ հնարավորություն ունեն ասան։ Ջեմսեյշններն էլ են նույն բանը, մեկը գալիս է, օրինակ քեզ թվում է դու մի հատ շատ բան հայտնի ստեղծագործություն գիտես, բայց մեկ էլ ասում է դե ես նույն ստեղծագործությունը սիբաժռում կաս նվագես ու անկամից կարկոպես ընկնում կոպիտ ասած աղմուկ աղաղակ ներսում ոնց շատ հետաքրքիր է էքստրեմալ է իհարկե բայց կարծում եմ ես մի բան սովորեցի երբ որ եթե չգիտես պետք է ասես չգիտեմ նայես չի որ կիսատ գիտես ասում ես լավ կնվագեմ ոնց էլ լինի չէ իսկ դրանից հետո դժվար չէ համագործակցել կարող է հերվից աթոռը գա գլխի դրի դա ով է երգում իսկ մեզ մոտ դժվար չէ համագործակցել այս առումով, չէ՞ որ մենք եթե չգիտենք, սովորաբար ասում ենք, որ գիտենք։ Դե լավ չի էլի։ Դա լավ չէ, չգիտես։ Կա այդ համագործակցությունը։ Դու ասես չգիտեմ, բայց պետք է գնաս սովորեսել համել, տենց միշտ չգիտեմ, ով չես կարող մնաս։ Այդ փախնելու տեղն է, որ չգիտես, բայց երբ ես իմանալու, մի օր էլ իմացի, չէ։ Ուզում եմ հասկանալ, բալանսը կա, այսինքն դուք միջազգային լավագույն հարթակներում ներկայացել եք լավագույն երաժիշտների հետ, համարվում եք ոչ թե տաղանդավոր շնորհաշատ, այլ հանճարեղ երաժիշտ եւ այդ բառերով մի տենց բան արեք։ Չեմ շռայլում, ես ասում եմ այն ինչ լսել եմ, այն ինչ տեսել եմ եւ այն ինչ զգացել եմ ձեր համերգներից։ Տանգավոր բառեր են։ Ձեր դեպքում կարծում եմ չէ, որովհետեւ դուք նրանք չեք լսում։ Դուք լսում եք նկատողությունները, լսում եք դժգոհությունները, այն պահին, որ չկարողանաս դժգոհությունը, նկատողությունը մենակ լսելը չէ, պետք է համելընկալես։ Ընդունես։ Մեկ էլ շատ կարևոր ու ընդունես, մեկ էլ շատ կարևոր է դա որտեղից է գալիս, ումից է գալիս։ Եթե այդ նկատողությունը գալիս է մի մարդուց, որը ինքը անտեղյակ է ամեն ինչից, այդ կարաս թերթես անցնես առաջ, բայց եթե գալիս է մի շատ կարևոր մարդուց, որի խոսքը քո համար արժեք ունի ու ոչ միայն քո համար, այդ արդեն չես կարա չլսես։ Իդեպ այդ դեպքում եկեք անդրադառնանք, որքանով ենք կարողանում մենք վերլուծել ջազային երաժշտությունը, այսինքն կան քննադատություններ, որոնց հետ դուք համաձայն եք, կան նկատողություններ մեր իրականության մեջ, միջազգային ինչ անդրադառնանք։ Մեր իրականության մեջ այդ շուկան չկա, այդ միջավայրն էլ առանձնապես չկա։ Կոնկրետ մեր իրականության։ Օրինակ Ռուսաստանում լիքը կա։ Իսկ շնորհի առումով էլ կա։ Նույն Սանկտ Պետերբուրգում, նույն, չգիտեմ, տարբեր նույնիսկ Եկատերինբուրգերում կարող է կա։ Այդպես ավելի հեռավոր տեղերում։ Մեր մոտ գիտեք ինչ է, ամեն ինչի ջազ անունը կպցնում ենք ու դառնում է այդպես անհասկանալի ինչ-որ մի բան, էլի։ Երկու հատ ջազային երգ ենք սովորում, գնում ենք ինչ-որ ակումբներում երգելու կամ նվագելու, հետո դառնում է տենց։ Մենք ամեն ինչ երգում ենք՝ ջազ, պոպ, սոուլ, ֆոլք, բոլոր ոճեր։ Այդ ոնց կարա տենց բան չի կարա լինի։ Այդ արդեն անգրագիտություն է, էլի։ Կամ որակի ցածր լինելու մասին է խոսում։ Եթե ամենտեղ կարողանում ես հասցնել։ Չես կարա էլի գարեջուրը լավ գինու տեղը վաճառես, էլի։ Ինքը մեկակ մնում է գարեջուր։ Իսկ տեսեք։ Դա լավ գարեջուր է, բայց Ջազային երաժշտության սկիզբը կարծես թե ակումբներն են եղել, չէ՞, եւ զարգացման ակումբները, մինչեւ հիմա էլի ակումբների այդ տրադիցիան մնացել է։ Բայց նաեւ բեմ են բարձրացել, իհարկե, բա ոնց, բա մեծ բեմերում էլ է այդ ամեն ինչը։ Հիմա ուզում եմ հասկանալ ձեր այս գեղեցիկ եւ ծանր ծրագրերը, որովհետեւ աշխատանքային ծավալի առումով դրանք բավականին ծանր են եւ դժվար է գտնել համախոհներ, ովքեր կկարողանան նույն որակը ապահովել բեմահարթակից ներկայացնելու համար արվեստը։ Պետք է ընտրես պրոֆեսիոնալ երաժիշտներին ու նվիրված երաժիշտներին ու ազատ։ Այդ արդեն 3 երն է կամ միտեղ լինում, բայց լինում է Հայաստանում գտնել այդ 3-ի համադրումը։ Գիտեք ինչա, իսկականից լավ երաժիշտներ կան, որ ու ազատ են ու նվիրված են։ Ու հիմնականում այդ մարդիկ իրանց տանն են։ Իրոք։ Դե բայց ինչպես գտնել, օրինակ Սոնայի հետ Հովհաննիսյան ինչպես գտակ եզր, թեպետ Սոնան այն երաժիշտներից է, ով միշտ ուշադրության կետքում։ Իրանց լսելով, իրանց երգչախումբը լսելով, Սոնայի հետ մենք վաղուց ենք ընկերություն անում 80-ական թվականներից, շարժումներից, բա մենք կոնսերվատորիայի դիմացը նստած մարդիկ են գիշերներ լուսացրած, մոմեր վառած, Ղարաբաղում ռումբերի տակ երգած։ Դրա համար էլ այդքան ազնիվ է երաժշտությունը։ Դրա մեջով անցել ենք։
ու այդ երգչախմբի բոլոր անդամների այդ խանդավառությունը, չասեմ, նվիրվածությունը, ասեմ, էնտուզիազմը, էլի։ Հիմա օրինակ շատ երաժիշտներ կան, հա կարող է լավ են նվագում կամ, չգիտեմ, բայց այդ էնտուզիազմի այդ կայծը չկա մեջները։ Առաջի բառը ինչքան փող են տալու, էտա։ Եվ հասկանալի է, եւ անհասկանալի, որովհետեւ հասկանալի է ընդհանուր սոցիալական, դա մեղադրելու չի, մարդը պետք է, չգիտեմ, տուն պահի, ընտանիք պահի, իրան պահի եւ այլն, դա էլ մեղադրելու չի, դա էլ է հասկանալի։ Բայց այդ դրա հետ մեկտեղ համել պետք է փորձարվի, գոնե մի քայլ առաջ գնաս, էլի, ինչ որ մի բան փոխվի քո նվագի կամ քո երաժշտության մեջ, քո վերաբերմունքի հանդեպ երաժշտության, տենց չի որ մի երկու բան նվագեցիր, այսօր ես կլուբում ես նվագում, այսօր ենք մյուս օրեն ու տենց արդեն բոլորը ծափ են տալիս ու դու արդեն տեղ հասար։ Կարելի է ձեռքերը ծալել։ Բայց նույն բանն ես նվագում, մի բան չփոխվեց այդ նվագի մեջ։ Նույն ձևի ես նվագում։ Դպրոցին անդրադառնանք, որ ստեղծեցիք կարծես 13 թվականին, եթե չեմ սխալվում, որոշեցիք, որ ջազային արվեստի այբուբենին, այսպես ասած, պետք է ծանոթանալ։ Դե ես ինքս որ գնացի Նյու Յորք, ոնց սովորեցի իմ չեմենակ բոլոր մեծ երաժիշտների վարպետ կա Նյու Յորքում, մինչև հիմա ողջ 87 տարեկան վերջերս դառնա Բարի Հարիս, որը սովորացրել է այն մեծերին, որ մենք հիմա գիգանտներ ենք ասում, ովքեր արդեն չկան։ Մեծը նույնիսկ Ջոն Քոլտրեյնը իր մոտ լիքը բան է սովորել։ Իր գրքում առանձին մի հատ բաժին կա հենց Բարի Հարիսի մասին, որ ինքը հարմոնիկ լիքը դասեր ու լիքը դարձվածքներ ու լիքը հարմոնիայի հետ կապված խնդիրներ ա ունեցել, որը ինքը այդ ամեն ինչը Բարի Հարիսի մոտ է սովորել Դիթրոյթում։ Ինձ բախտ վիճակվեց այդ մարդուն տեսնել 96 թվականին, երբ որ ինքը դեռ այդքան մեծ չէր ու հիմա էլ ունի այդ նույն եռանդը, այն որ հեռախոսով զանգ տվեցի, որ ծնունդը շնորհավորեմ, երկար խոսեցինք, ասացի շարունակի էլի, այն ինչ ասացա, այն որ չշարունակեմ, ես էլ կարամ չապրեմ, ասաց։ Մարդու գործն է միշտ անում, եւ բացի դա նաեւ գործը տալիս է ապրելու ցանկություն։ Դե ինքը դրանով է, ինքը հիմա տարին 2 անգամ Իտալիայում, Հռոմում հավաքում է աշխարհի բոլոր ծայրերից տարբեր երաժիշտների ու անում է այտենց մի շաբաթական բաց դաս, մաստեր կլաս անում, մի շաբաթ աշխարհի բոլոր ծայրերից։ Եթե ես օրինակ նախագահ ընտրեի Միացյալ Նահանգների, ես իրոք կընտրեի, որտեվ ինքը իսկականից խաղաղություն է բերում։ Պարտադիր չի, օրինակ մոտ մի ինչքան վերջի անգամ մոտ մի 250-300 հոգի մարդ կար այդ դասերին տարբեր տեղերից, նույնիսկ կարող է եւ ավել, բայց աշխարհի տարբեր տեղերից, Ռուսաստանից, Հայաստանից, չգիտեմ, Իսրայելից, Ամերիկայից, Եվրոպայի տարբեր քաղաքներից, մի խոսքով այդ մարդիկ, որոնք իրար չեն էլ ճանաչում, բայց այդ ամեն ինչը առաջի դասին դառնում է մի հատ մեծ ընտանիք։ Աշխարհաքաղաքական բոլոր խնդիրները լուծվում են, ոչ մի Լիբանանից մարդիկ կային, Դուբայից, որտեղից ասես, բայց իրար ասելով, տենց այդ մարդիկ հիմա մեկը մեկի հետ, ես հիմա նայում եմ, մեկը մեկի հետ միտեղ նվագում են, ուրիշ տեղ մեկը գնում է այն մյուսին տան, Իտալիայից գնում են, Իսրայելում են նվագում, Իսրայելից գնում են, Լիբանանում են նվագում, չգիտեմ, այդ միջավայրում կարող է բոլորը չդառնան հանճարեղ երաժիշտներ, բայց գոնե այդ միջավայրը ինչ որ մի բան ճաշակ է ձևավորում ու ունկնդիր ամենակարևորը։ Որը գիտի երբ ծափահարի եւ որ դեպքում են այդ ու երբ չծափահարի, այդ ավելի կարևոր է։ Ակադեմիական երաժշտության մեջ այդ արտահայտումը շատ ակնհայտ է։ Շատ ավելի կարևոր է, քան թե ծափահարելը։ Միանշանակ համամիտ եմ ձեզ հետ, բայց չասացիք դպրոցի մասին, այսինքն այն ինչ դուք փորձում եք այդ գործառնական առումով, ինչը ձեզ օգտակար է եղել կիրառել այստեղ, արդյոք օգտակար է մեզ համար, այսինքն արդյոք մենք պատրաստ ենք դա վերցնելու։ Դուք տեսնում եք երեխաների մեջ այդ մղումը, ձգտումը։ Իհարկե, ես հիմա արդեն քանի տարի է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում բացվել է իմպրովիզացիայի դասարան։ Այս տարի մի քիչ ավելի պասիվ ենք, որտեղ դպրոցը վերանորոգվում էր ու դեռ տեղ չկար, բայց վերջերս
ստացանք մեր դասարանը ու հունվարից մի հաջորդ տարվանից նորից ընդունելություն կա բոլորիդ հրավիրում եմ, այո, բոլոր տեսակի գործիքներ, մենակ դաշնամուր չի, բոլոր տեսակի գործիքներ, վոկալ եւ այլն, տարբեր ամեն ինչ կարող է զարգացում ունենալ։ Ինչ գիտեք ինչն է հետաքրքիր, սովորաբար երաժիշտները իմպրովիզացիաներ են անում դասական երաժշտության, դաշնական կոմպոզիտորների ոճերի մեջ, այսինքն Մոցարտյան, Բախյան, չկա այդպիսի բան։ Կա, բայց ինչի։ Ես այդ չեմ հասկանում ճիշտ ասած։ Ես ուզում եմ հասկանալ, ինձ թվաց դուք նույնպես երբեմն նվագում եք տարբեր ոճերում։ Ես փորձում եմ տես բաներով չզբաղվել։ Չգիտեմ, ինչքանով է ինքը նույն Բախը ինքը այնքան արդեն ամբողջական է, որ իրան կողքից ոչ ինչ-որ բաներ կպցնել, որ դառնա ոչ թե Բախի երաժշտությունը փոխել, այլ երաժշտություն նվագել, որը կարող է Բախի մտածողությունը ներկայացնել։ Այսինքն ջազային իմպրովիզացիա, որը Բախի ոճով։ Այդ մենք կատակով պապայիս հետ էինք անում Բեյրութում ու բանում ու Դամասկոսում, որ աշխատում էինք միասին։ Եվ ուզում եի հասկանալ, ում ոճով է ձեզ ավելի հարմար։ Ես ու պապաս շատ էինք տես բաներ անում, նույնիսկ լինում էր, որ ասում ենք արի Բեթհովենի, այս այն ստեղծագործությունն է, որ դեռ Բեթհովենը չի գրել, կամ մոռացել է գրի։ Ու տենց սկսում էինք նվագել, մի հատ կին կար, միշտ գալիս էր մեզ լսելու, մեր տարիքով կին էր, երեստերևույթին տենց լավ ընտանիքից, գալիս ու հետները սկսում էր երգել այդ ինչ որ մենք նվագում ենք, մենք ոչ էինք, ասում լավ, սկի մենք չգիտենք ինչ ենք նվագում, կինը դից է երգում էր նվագածը։ Իսկ այդ դեպքում ում ոճում էր ավելի հարմար ձեզ։ Ուզում եմ հասկանալ ձեր սիրելի կոմպոզիտորը դասական արվեստում ով է։ Ընդհանրապես տենց իրանք շատ են, Բախից, Բեթհովենից, Մոցարտից սկսած մինչև մեր օրերը շատ են։ Այդպիսի մեկը չկա ով։ Չէ, ոնց կարող է մեկը լինի, չէ, տենց մեկը չգիտեմ, երևի որ մի քիչ ավելի մեր կողմ դեպի ավելի ինձ թվում է Չայկովսկի Ռախմանինով երևի տենց Ռախմանինովի համար ես էլ եմ խենթանում տենց երևի տենց ձեր տիկին օպերային արվեստի ներկայացուցիչ է եւ սա էլ մի գայթակղիչ աշխարհ է որը դարձյալ ենթադրում է եւ մեծ ներդրում եւ մեծ գիտելիքների պաշար որքանով եք դուք գնահատում այս ժանրը այս արվեստը դուք համագործակցություններ ունեք բայց ձեզ համար օպերային արվեստը ես ճիշտն ասած նոր եմ սկսել այդ արվեստ նոր ասելով ինչ մենք միասին ամուսնացել ենք այդ տարիներից նոր սկսել եմ ինձ համար բացահայտել այդ արվեստը։ Ինքը մի անգամ Վարսենիկը շատ ճիշտ բան ասաց, իրան որ դրսից լսում ես, այդքան չի գայթակվում, բայց որ սկսում ես մեջը մտնել, հասկանում ես խորությունը։ Ու կա տենց բան կա, օրինակ վերջերս Տոսկան գնացինք լսում ենք, բարբերաբար գնում պրեմիերաները լսում, կամ մենակ պրեմիերաները չէ, նույն ներկայացում մի քանի անգամ ենք գնում նայում, եթե լավն է լինում։ Ու այդ երաժշտությունը ինձ ուղղակի, չգիտեմ, ուրիշ տեղ տարավ։ Իսկ ճաշակի առումով համընկնումները շատ են, այսինքն զուգահեռ եք մտածում, եթե երաժշտությունը, հա, եթե աղմուկա չէ։ Դե հիմնականում երաժշտություն է իհարկե, որտեղ օրինակ նույն Տիգրանյանի Անուշը, չէ, ֆանտաստիկ երաժշտություն է։ Կամ Ալմաստը, ֆանտաստիկ երաժշտություն, մեր հայկական նույնիսկ օպերաները։ Երաժշտությունը կարող է ֆանտաստիկ լինել, բայց կատարումները կարող են բերել աղմուկի։ Դե շատ կարևոր է, որ չբերեն։ Շատ կարևոր է նաև, այսինքն կատարումները, մատուցումը, ձեր կարծիքով մեր երաժիշտները։ Հիմա օրինակ մենք ֆանտաստիկ դիրիժոր ունենք իտալացի։ Ֆանտաստիկ, ես այդ տղային օպերային նվագախմբի, այո, կողքից նայում եմ, ես ինքս քիչամնում ես էլ նվագեմ։ Որտեվ ինքը այնքան է տեղյակ այդ ամեն ինչից ու այնքան գիդի այսօրվա դիրիժորներ շատ բան գիտի մի խոսք ես էլ որ դիրիժոր լինեի կգնայի մի քիչ կողքից կնայի դիրիժորական արվեստին ամբողջապես իրապետում
Բայց տեսեք, ունենք դիրիժոր, որը կարող է ստեղծել, բայց ունենք արդյոք երաժիշտներ, ովքեր նմանօրինակ կերպ կպատասխանեն, Երևի ունենք, որտեվ ճիշտն ասած ես շշմել եմ մեր օպերային օրկեստրը ոնց նվագեց հենց նույն Տոսկայի առաջի օրը պրեմիերան, ես վաղուց չէի լսել մեր օրկեստրը տենց դե պիտի հավաքվեն։ Ոնց որ գեղարվեստական ղեկավարը ասեց Կոնստանտինովն ասեց, вот видишь, когда работают, могут Конечно, բայց պետք է սովորեցնել ճիշտ ուղղությամբ աշխատելուն, չէ՞։ Դրա համար էլ պետք են մասնագետներ եւ դպրոցներ։ Գիտեք ինչա, այդ շատ կարեւոր բան է, որ ամեն մարդ իր տեղում լինի։ Ամեն մարդ իր տեղում լինի։ Երբ որ մարդը իր տեղում չի, համետ մարդն է իրան վատ զգում։ Որտեղ ինքը լրիվ ուրիշ տեղում է, ինքը էլ ինչ անի, էլ չգիտի ինչ անի։ Ուրիշ տեղ, բայց ինքն էլ իր տեղը ունի, ուղղակի պիտի գտնի, պիտի փնտրի։ Հա, պիտի կարող պիտի գտնի, կարող պետքա ցույց տալ այդ մարդուն այդ տեղը, չգիտեմ։ Միգուցե պետքա սովորեցնել արժևորել։ Ես հիմա չեմ կարող շեփոր նվագեմ, չնայած նվագել եմ, բայց ես շեփորը հարց չեմ եղել երբեք։ Բայց նվագել եմ, որ հիմա սկսեմ պարապել, օրինակ նույն ռուսական պիոներ ճամբարներում, որ դեռ փոքր էի, պիոներ էի այն ժամանակ, այն ժամանակ բան կար, փողային նվագախմբեր կային, ես քանի որ երաժշտական արդեն կրթություն ունեի դպրոցում գոնե մի քանի տարի, գնացի ընդունվեցի փողային նվագախումբը ու սկսեցի շեփոր սովորել։ Մի քանի ամսում սովորեցի, բայց հետո շեփոր առա, ուսումնասիրեցի, սկսեցի պապիկիս նվերն եմ, չէ՞, հիմա հիշում եմ։ Այդ շեփորով սկսեցի նվագել, սկսեցի ջազ նվագել այդ շեփորով։ Հա, բայց ես չեմ կարող ես ասեմ ես շեփորը արեմ։ Լավ կլինի որպեսզի բոլորը նվագում, բայց ես կոնտրաբասահար չեմ, ամեն ինչ նվագում եմ, բայց դա չի որ ես դրա մասնագետն եմ։ Լավ կլինի որպեսզի այդ որակն ու ունակությունը յուրաքանչյուրը։ Դա շատ կարևոր է, որովհետև դրանից շարունակվում է հաջորդը, հասկանում ես։ Այդ ամեն ինչից, եթե դու քո տեղում ես, դու հետևաբար ընտրում ես քո նվագախմբի երաժիշտներին էլի ըստ դրա ես ընտրում։ Ըստ դրա ընտրում ես երաժշտությունը, ըստ դրա մեկնաբանում ես կատարում։ Արդեն ըստ քեզ ես մեկնա, ըստ քո լսածի, դու տենց ես լսում։ Շատ կարևոր ճանապարհ եք ընտրել, շատ դժվար ճանապարհ եք ընտրել, հա։ Բան չի լինում, տենց հեշտ։ Համամիտեմ պարզապես մենք այդ կոլեկտիվ աշխատելու մշակույթին դեռևս լավ չենք տիրապետում, բայց դե մարդը ընդհանրապես այն անցյալ օրը որ մի հատ համերգի գնացին, շատ հետաքրքիր Ստասնամինի համերգին գնացին, ինքը բեմից շատ հետաքրքիր բան ասեց։ Ասում մարդը ասում է իր բնությամբ ինքը էգո է, դες մի բանը ներաշխարհով։ Իր ներաշխարհով կոլեկտիվացման մեջ չի մտնում։ Մենք մրցունների կոլեկտիվացումը օրինակ չունենք, չենք կարող հավաքվենք, դառնանք, մենք բոլորս անհատներ ենք։ Մենակ հայերը չէ, ցանկացած մարդ։ Մենք չունենք այդ շնորհը, որ կարող ենք միասին հայերը նամանավանդ, որտեղ բոլորս հանճարներ ենք, չէ՞։ Այո, մեր օրգանիկան բոլորովին այլ է։ Բայց կա տենց բան, էդ էլ կա։ Բոլորս առանձին ամեն մեկը մի բան ստեղծող ենք։ Մեկը երաժշտություն է ստեղծում, մեկը քար է տաշում, մեկը քանդակ է ստեղծում, մյուսը կերակուր է ստեղծում, բայց մեկը նկարում է ֆանտաստիկ մեն, բայց հենց հասնում է բոլորս միասին ֆուտբոլ խաղալուն, օրինակ Ով գնդակը վերցնում է, մոռանում է փոխանցի։ Ով գնդակը վերցնում է, ինքը գոլ խփի, բայց այդ դի բոլորս միասին գոլ խփենք ու այդ գոլ խփածն էլ բոլորիս խփած գոլն է։ Ես կարծում եմ, որ դա էլ աստիճանաբար, եթե մի փոքր կրթության ավելի մեծ տեղ տանք, դիմացինի ազատությունը հարգելու շնորհին կտիրապետեք ու կարողանանք կոլեկտիվ աշխատել։ Ես անսահման հաջողություններ եմ մաղթում ձեզ, որովհետև ձեր յուրաքանչյուր արտահայտումը ոգեշնչող է, ապրեցնող է, ուժ է տալիս։ Ինձ էլ ուժ տալիս, հիմա ասենց խոսում ենք, ես էլի ոգևորվում եմ։ Ես այնքան ուրախ եմ։ Գնամ տուն էլի լիքը բան կգրեմ։ Ուրա, որովհետև ես ձեր համերգները իսկապես։ Ես իդեպ ես ուզում արվեստը շատ լավն է։ Այո, ես իդեպ ուզում եի անդրադառնալ սաունդթրեքերին եւ ձեր խոսքը եւս մեկ անգամ հնչեցնել, բարձրաձայնել, որպեսզի շատերը մի քիչ ավելի լրջմիտ մոտենան
այդ աշխատանքին եւ հասկանան, որ օրինակ, չգիտեմ, եթե բոլորը ֆիլմի սաունդթրեքը ստեղծելիս դուք բազմաթիվ անգամներ գրել, ջնջել, մինչև եկել եք վերջնական։ Ես Երևանի մասշտաբով չեմ մտածում։ Երևանում ապրում եմ, օքեյ, շնորհակալ եմ, որ ծնվել եմ այս հրաշք քաղաքում, հրաշք երկրում ու հայ եմ ծնվել, շատ շնորհակալ եմ ամեն օր, ամեն Աստծո օր շնորհակալություն եմ հայտնում, որ սենց է ստացվել իմ կյանքը։ Ես կարայի լրիվ ուրիշ տեղ, ուրիշ բան անեի, հիմա ուրիշ տեղ ծնվեի, ուրիշ մարդ լինեի։ Պատկերացնում եք Նյու Յորքում ծնված լինեիք եւ մի անգամից։ Բայց ես մենակ Երևանը չիմ այդ ֆիլմի սաունդթրեքը գրում եմ, բայց չեմ մտածում, որ Երևանում ինչ-որ մի քանի անգամ կինո Մոսկվայում պիտի։ Ես մտածում եմ, այս ֆիլմը վաղը այսօր որ գնա, ընդհանրենք մի հատ մեծ փառատոնի, ինչ կլսեն մարդիկ, այդ եմ մտածում, ոնց են լսելու։ Տենց չի որ, վայ Երևանում 4 հատ սինթեզատոր դրեցինք, 2 հատ կոմպյուտերով չգիտեմ ինչ, մի երկու հատ էլ դուդուկահար կանչեցինք, նվագեցին ու լավ սաունդթրեք եղավ։ Բոլորը լաց եղան։ Բայց չի լաց եղավ։ Բայց գիտեք ինչն է կարևոր, բացի նրանից որ որակապես եք կարողանում ճշմարիտը ներկայացնել։ Դուք կարողանում եք նաև չափի սահմանը ճիշտ գծել, որովհետև դուք հասկանում եք, որ կինո արտահայտում է, որտեղ երաժշտությունը պետք է ֆոն լինի եւ ոչ թե դոմինանտ լինի։ Երաժշտությունը ֆիլմին օգնի։ Եւ ոչ խանգարի կամ արտահայտի։ Իրականության մեջ մենք ֆիլմը կյանքից ենք, չէ՞, վերցնում։ Կյանքում ուր է կարող ենք հիմա ֆիլմում երաժշտություն պետք չլինի օրենքով։ Տենց է, եթե մենք կյանքից ենք վերցնում, ուղղակ երաժշտությունը այնքան պետք կարող է դու հրաշք մի հատ, չգիտեմ ինչ գրես, մի հատ ստեղծագործում, ընդհանրապես կապ չունի այդ ֆիլմի հետ։ Կամ կապ ունի, բայց այնքան հզոր է, որ ֆիլմը փակվում է։ Ֆիլմը փակվում է, այդ էլ չէ։ Դու կարող ես մի հատ ձայն գրես, բայց այդ պահը այդտենց առաջ գա, չէ, այդ ֆիլմի։ Մի հատ սենց լինի մարդը։ Այդ դրանք սա փոքր նյուանսներ են, այդ էլ է փորձի հետ գալիս։ Մեկի մոտ գալիս է, մեկի մոտ ոչ։ Դե եթե ցանկություն ա լինում, մի քիչ ուսումնասիրելու, մի քիչ փորփրելու, մի քիչ հասկանալու, էքսպերիմենտներ անելու։ Օրինակ ֆիլմ կար, եթե բոլորը ֆիլմի երաժշտությունը, ես մոտ 4 անգամ գրել ջնջել եմ։ Այդ ամբողջ բյուջեն, ինչ որ շատ փոքր բյուջե, ինքը փոքր բյուջեով ֆիլմ էր։ Այդ ամբողջ ինձ տրամադրված բյուջեն տրվեց այդտենց բաների, էքսպերիմենտների, հա։ Բայց արդյունքն այնպեսին է, այնքան ազդեցիկ երաժշտություն։ Բայց այդ ֆիլմի երաժշտությունը գնաց ու Չինաստանում շահեց Grand Prix մրցանակ, առաջի լավագույն փառատոներից մեկում։ Մի խոսքով ես շնորհակալ եմ եւ ես փորձ ձեռք բերեցի այդ ասկու պարապեցի։ Շատ լավ եք պարապում, ես կուզեմ որպեսզի բոլորը ձեզ նման պարապեն, անչափ շնորհակալ եմ եւ զրույցի համար եւ որպես արտիստ ձեր ստեղծագործական ջիղի համար, որ երբեք ոչ մի բանը ձեզ չի խանգարում, չի կոտրում եւ մի շատ կարեւոր բանի համար եմ շնորհակալ, որ ժամանակի շունչը, ժամանակի փոշին չի նստում ձեզ վրա եւ ձեր երաժշտությունը իմ կարծիքով միգուցե սխալվում եմ, միգուցե որ չգիտեմ թերի են գիտելիքներս ամեն դեպքում խորհրդային տարիներին կար մաքրություն երաժշտության մեջ։ Որտեղ երաժշտությունը կոմպոզիտորներն էին գրում այն ժամանակ։ Այդ մաքրությունը ձեր երաժշտության մեջ այսօր է։ Կոմպոզիտոր ոնց որ Արնո Բաբաջանյանն է կամ Ռոբերտ Ամիրխանյանն է կամ Կոնստանտին Օրբելյանն է։ Երաժիշտներ էին գրում երգը։ Հիմա ով ասես երգ է գրում։ Երբեմն տերմինատորներ։ Կոմպոզիտորը դարձել է երգահան։ Կամ երգասաց։ Չգիտեմ, կոմպոզիտորի գրած երգը լրիվ ուրիշ է, որտեղ ինքը կտավ է գրում, ինքը մի ամբողջություն է գրում, տենց չի 2 հատ կուպլետ, 3 հատ պրիպև, հետո 2 հատ կուպլետ, հետո մի հատ հանգարցակի մոդուլյացիա կեստոն վերև անպայման, բայց շատ հանգարցակից։ Ստրես ես ենթարկում։ Անհասկանալի արաբական ելևեջներով էլի։ Ու բառերը դել չասեմ ինչքան անհատ։ Դե բառերը արդեն վաղուց մոռացված են։ Սիրում եմ։ Հիվանդ չկայացած ու չկայացվող սիրո մասին։ Այնինչ կարելի է ուղղակի սիրել։ Անչափ շնորհակալ եմ։ Հիվանդանոցներում կլիպեր նկարել, նամորնիկով։ Մենք չենք նայի այդ տեսահոլովակները եւ շատ կուզենք որպեսզի ձեր համերգները չեմ նայում, բացի երեխաներից մուլտիպլիկացիոն կինո նկարներից, այլ հեռուստացույց էլ չեմ նայում։
Դրա համար էլ այդքան ազնիվ է ձեր երաժշտությունը։ Մի խոսքով շատ համերգներ, մեզ էլ հնարավորություն այդ համերգներին լինելու, որպեսզի ոգեշնչվենք։ Ունենք վերջնահարց, որի պատասխանը կխնդրեմ հնչեցնեք, ես եմ ասելով ինչ եք հասկանում։ Ես եմ։ Մենակ ես չեմ, ախր։ Դե պատմեք, տեսնենք։ Ախր այդ եսի մեջ մտնում են իմ բալիկները, մտնում է իմ ընտանիքը, մտնում է իմ կինը, մտնում են իմ ծնողները։ Ես իմ եսը ժամը մի հատ տեղ է գալիս, որ քո եսը դարակում պահում եք։ Ուրիշ տեղ ես դա։ Չէ, դարակում չես պահում, այսպես ցակուցի ես անում, տալիս ես բոլորին։ Ու էդ էլ ես դու։ Ով ինչ կվերցնի։ Դրանով դու էլ ես լցվում։ Անչափ շնորհակալ եմ։ Այդքան բան։ Անչափ շնորհակալ եմ, մի փոքր էլ ես օգտվեմ ձեր եսից եւ իսկապես իմ երաժշտական ճաշակի ձևավորման հարցում ձեր երաժշտությունը ինձ շատ օգնել եւ ուղղորդել է։ Ամենամեծ կոմպլիմենտն է ինձ։ Շնորհակալ եմ անչափ։ Այն որ վայ, ես ինչ լավ ես նվագում, չգիտեմ, այդ սա ստես բաներ են։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ, վստահ եմ ձեզ համար հաճելի էր զրույցը։ Վահագն Հայրապետյանը այն ամենահետաքրքիր անհատներից մեկն է, ով երբեք իր գույնը չի կորցնում, միշտ իր ստեղծագործությունները լցված են մաքրությամբ, ոգեշնչմամբ, տալիս են մեզ հնարավորություն ապրելու եւ յուրաքանչյուր համերգից հետո ինքդ ուզում ես ստեղծագործել։ Դա կարծում եմ ամենակարևոր ցուցանիշն է, երբ տալիս է հնարավորություն ներքին էներգիայի խմորման եւ ծնունդի։ Այնպես որ բաց չթողենք ոչ մի համերգ, միշտ լինենք մասնակիցը, միշտ լինենք գնահատողը, սիրողը, ոգեշնչվողը, վարակվողը եւ հետո ծնողը։ Հանդիպելու ենք վաղ երեկոյան, ասելու բարև ես եմ։